Վարչական իրավախախտումների մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն կներվեն վարորդների կուտակած այն պարտքերը, որոնք արձանագրվել են մինչև 2012 թվականի հունվարի 1-ը։ Դրանից հետո կուտակված պարտքերը կմարվեն առանց հավելագրված տուժուտուգանքների։ Օրենքը վարորդների համաներում անունն է ստացել։ Շատ վարորդներ սակայն նշում են, որ 2012-ի հունվարից առաջ արագաչափեր դեռ չկային եւ պարտքեր իրենք կուտակել են դրանից հետո։ Այս երկրում ոչ մի բան չի ներվում, ինչ որ լում է, տենց էլ մնում է։ Իսկ եթե ժողովրդի մասին մտածեն, այդ տուգանքները նախ կճացնեն, երկրորդն էլ թող մի անգամից բոլորը ջնջեն, մայր գումարը հավաքվել է, մարդիկ կան 120, 200,000, 500,000, այդքան մայր գումար ունի։ Փոփոխություններ են կատարվել նաև վարչական հիմունքների եւ վարչական վարույթի մասին, ինչպես նաև վարչական դատավարության օրենսգրքում։ Ըստ դրանց վարորդները իրավախախտումների հետ համաձայն չլինելու դեպքում կարող են տուգանքի պահանջագիրը բողոքարկել երկամսյա ժամկետում։ Ժամկետի ավարտից հետո բողոքը հաշվի չի առնվի, անգամ եթե խախտման ու տուգանքի մասին վարորդը տեղյակ չէր։ Նա ինքը պետք է դիմում գրի հարկադիր ծառայությանը եւ նշի, թե կապի ինչ միջոցներով է ցանկանում իր կատարած խախտման մասին տեղեկատվություն ստանալ։ Այքիլես վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը կարծում է, որ այստեղ սահմանադրական իրավունքի խնդիր կա։ Եթե քաղաքացին չի գրել, չի դիմել, քաղաքացին էլ որտեղից պիտի իմանա, որ պետք է գնա, հետո պարտավոր է ինքը իմանալ, կամ Հայաստանի Հանրապետությունում չի ընդունենք, ու ինքը ինչա պետք է ենթարկվի ուրեմն դահակի միջոցով հաշիվները փակվի եւ այլն, այսինքն այդ process-ը ոնց կար այդեցել մնալու է։ Դուրս մեր գրպանից նախաձեռնությունը կատարված փոփոխությունների մեջ դրական դինամիկա նկատում է, սակայն նշում է, որ գլխավոր խնդիրները դեռ մնում են չլուծված։ Ըստ նախաձեռնության անդամ Արման Եփրեմյանի, տուգանքների չափը չի համապատասխանում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակին, իսկ համաներումը մասնակիորեն է կատարվել։ Թեկուզ նոր երթևեկության կանոնները, որ հուլիսի 26-ով 14 թվականի եղավ, գոնե հուլիսի 26-ի դրությամբ ընդհանրապես համաներում լիներ, որտեղ այդ ամեն մի խախտումները եղել էր ծուղակային իրավիճակներից մարդկանց ոչ մատչելի երթևեկություն տրամադրելուց։ Մեր աչքի առաջ որ շրջայցում էինք ոստիկանությունում, մեքենան երթևեկեց 100 կմ/ժ գերազանցելով թույլատրելի արագությունը եւ տուգանվեց 500,000 դրամ։ Դա բնականաբար կողոպուտ է։ Նախաձեռնության անդամը նաև նշում է, որ ճանապարհային երթևեկության նշանների պակաս կա եւ պահպանված չեն հիմնական ստանդարտները, իսկ գծանշումների մի մասը սխալ է արված։ Գծանշումները իրականացնելը ճանապարհային ոստիկանության լիազորության ներքո է։ Ոստիկանության մասնագետը աշխատողը դժվար թե կարդացած չլինի եւ օրենքին ծանոթ չլինի։ Եթե կա խախտումներ, դրանք կատարված են դիտավորյալ։ Մարդիկ էլի ճարարացյալ ընկնում են նման ծուղակների մեջ եւ որոշում կայացնողները հերթական անգամ ձեռքը մտցնում են մարդկանց գրպանները եւ կերեքում մարդկանց շորթելով գումար։ Այսպիսի մի ծուղակ օրինակ ըստ վարորդների եւ տեղի բնակիչների ստեղծվել է Մհեր Մկրտչյան դեղատան խաչմերուկում։ Հետիոտնի համար նախատեսված անցումը գծված է։ Ես հիմա հետիոտնն եմ, անցնում եմ նախատեսված իմ գծերի վրայով, հա, սենց ասած։ Ուր եմ գնում, այդը զբաղեցված է ավտոներով մինիստրության։ Դժվար տուգանք վճարեն ու ամեն օր կանգնեն։ Անհամապատասխան գծեր է գծվել, որը որ իբր օրենքի սահմաններում է, որպեսզի այն ուղղակի տեսախցիկը նկարի եւ հիմք ունենա մարդկանց տուգանի։ Բնակիչները նաև նշում են, որ սա բակային տարածք է, բայց այն վերածել են փողոցի։ Խնդրի հետ կապված նրանք դիմել են քաղաքապետարան, բայց դիմումն անպատասխան է մնացել։